Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Intel Corporation-ը, չիպերի արտադրությամբ զբաղվող տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 20%-ով։ Հաջորդը թեստավորման եւ ավտոմատացման սարքավորումներ արտադրող Teradyne ընկերությունն է 12.9% աճով, եռյակը եզրափակում է լեզվի ուսուցման հարթակ Duolingo-ն 12.2% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է պղնձի արդյունահանմամբ զբաղվող Freeport-McMoRan ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 20.4%-ով։ Հաջորդը չիպերի կապերի եւ ինտերֆեյսի լուծումներ արտադրող Astera Labs-ն է 19.3% անկումով, եռյակը եզրափակում է փոքր ռեակտորներով ատոմականների նախագծմամբ զբաղվող NuScale Power Corporation-ը 18.7% անկումով։ ԱՄՆ ֆոնդային շուկաներն անցած ուրբաթ փակվեցին աճով, քանի որ հրապարակված գնաճի տվյալները կանխատեսվածի սահմաններում էին։ Այդուհանդերձ շաբաթվա արդյունքներով 3 հիմնական ինդեքսները անկում արձանագրեցին Dow Jones-ը 0.2%-ով, S&P 500-ը 0.3%-ով, Nasdaq-ը 0.7%-ով։ Այսպիսով մի քանի շաբաթ շարունակվող աճի միտումը դադարեց, պատճառը ըստ վերլուծաբանների նախագահ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերն էին եւ ԱՄՆ կառավարության հնարավոր շաթդաունի շուրջ մտահոգությունները։ BMO Capital Markets-ը բարձրացրել է S&P 500-ի 2025 թվականի տարեվերջյան թիրախային մակարդակը 6700-ից հասցնելով 7000-ի։ Ֆինանսական կազմակերպությունը որպես այս որոշման հիմք մատնանշել է ֆոնդային բորսայի հիմնական շարժիչ ուժի արհեստական բանականության կայուն զարգացումը։ Կազմակերպության վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան բաժնետոմսերը ինտենսիվ աճ են գրանցում եւ կարող են թեվակողել այսպես կոչված ոսկե միջին փուլ, ինչպիսին եղել է 1990-ականների կեսերին։ Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը վերջին 3 շաբաթվա ընթացքում առաջին անգամ գրանցել են ներհոսք պայմանավորված արհեստական բանականության նկատմամբ լավատեսությամբ եւ ԱՄՆ դաշնային պաուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման սպասումներով։ Սեպտեմբերի 24-ին ավարտված շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի ֆոնդերում ներդրվել է $28.36 միլիարդ։ Պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 2022 թվականից ի վեր ամենամեծ շաբաթական ներհոսքը $22.9 միլիարդ չափով։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը գրանցել են ամենամեծ շաբաթական ներհոսքը սեպտեմբերի սկզբից ի վեր $5 միլիարդ, մինչդեռ դրամական ֆոնդերից շարունակվել է արտահոսքը երկրորդ շաբաթն անընդմեջ։ ԱՄՆ-ի բժշկական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են արձանագրել այն բանից հետո, երբ առևտրի դեպարտամենտը հետաքննություն է սկսել բժշկական սարքերի ներմուծումների վերաբերյալ, ինչը մաքսատուրքերի հնարավոր բարձրացման մտահոգություններ է առաջացրել։ Խոշոր ընկերություններ, ինչպիսիք են GE Healthcare-ը, Becton Dickinson-ը, Stryker-ը, Intuitive Surgical-ը եւ ResMed-ը նվազել են 4-ից 11%-ով։ Սեպտեմբերի 24-ին Lithium Americas ընկերության բաժնետոմսերը նախաշուկայական առևտրի ընթացքում աճել են ավելի քան 70%-ով այն տեղեկություններից հետո, որ Թրամփի վարչակազմը փորձում է ստանալ ընկերությունում մինչև 10% բաժնետոմսային մասնակցություն։ Այս որոշումը բխում է ԱՄՆ-ի կարևոր հանքանյութերի արտադրությունը ամրապնդելու եւ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու ռազմավարությունից։ Այս տեղեկության ֆոնին աճել են նաեւ լիթիումի այլ հանքարդյունաբերողների բաժնետոմսերը։ Nvidia-ն հայտարարել է, որ պատրաստվում է ներդնել մինչև $100 միլիարդ OpenAI-ում արհեստական բանականության մոդելին ապահովելով տվյալների կենտրոնների առաջատար չիպերով եւ ստեղծելով հզոր գործընկերություն երկու առաջատար ընկերությունների միջև արհեստական բանականության ոլորտում։ Այս գործարքը Nvidia-ին կտա մասնակցություն OpenAI-ում քվեարկության իրավունք չունեցող բաժնետոմսերի միջոցով, իսկ OpenAI-ը կստանա ֆինանսավորում եւ հասանելիություն Nvidia-ի տեխնոլոգիաներին, ինչը կօգնի նրան պահպանել առաջատարի դիրքը արհեստական բանականության ոլորտում։ Այս տեղեկությունից հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինը աճել է ավելի քան 4%-ով։ Օգոստոսին ԱՄՆ-ում սպառողական ծախսերը աճել են 0.6%-ով, մի փոքր գերազանցելով սպասումները, ինչը ցույց է տալիս, որ չնայած աշխատաշուկայի թուլացմանը, ԱՄՆ տնտեսությունը շարունակում է մնալ կայուն։ Մարդիկ ավելի շատ են ծախսել ծառայությունների վրա, ներառյալ ճանապարհորդություններ, ռեստորաններ, առողջապահություն, ժամանց, ապրանքների գնումները նույնպես աճել են։
ԱՄՆ տնտեսությունը երկրորդ եռամսյակում 3.8% տարեկան աճ է արձանագրել, ամենամեծ աճը գրեթե 2 տարվա ընթացքում։ Սա տեղի ունեցել հիմնականում սպառողական ծախսերի եւ բիզնես ներդրումների բարձր աճի շնորհիվ։ Չնայած երկրորդ եռամսյակի բարձր աճին, տնտեսագետները կանխատեսում են հնայի ավելի դանդաղ աճ 2025 թվականի երկրորդ կեսին առևտրային քաղաքականության անորոշության եւ աշխատաշուկայի խնդիրների պատճառով։ Վերլուծաբանները ֆինանսական շուկաների համար մտահոգիչ են համարում ԱՄՆ կառավարության հնարավոր մասնակի շատդաունը կամ փակումը, որը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթ, եթե դեմոկրատները եւ հանրապետականները համաձայնության չգան կառավարության ֆինանսավորման օրենքի շուրջ։ Եթե օրինագիծը չընդունվի, սա կհանգեցնի բազմաթիվ դաշնային գործակալությունների փակվելուն կամ լայնածավալ կրճատումների, ինչի հետևանքով կհետաձգվեն կարևոր տնտեսական հաշվետվությունների հրապարակումները, օրինակ աշխատաշուկայի եւ գնաճի վերաբերյալ։ Այսպիսի տեղեկատվության բացակայության պարագայում դաշնային պաուստային համակարգը, չունենալով կողմնորոշիչ տվյալներ իր հետագա գործողությունների համար, հնարավոր է հետաձգի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ծրագրերը։ Մյուս կողմից շուկայի վերահսկողությունը գործակալությունների կողմից կարող է դանդաղել, ինչը կուշացնի ընկերությունների կողմից հաշվետվությունների ներկայացումը։ Եթե շատդաունը երկարատև լինի, այն կարող է խորացնել շուկայի անկայունությունը եւ հարցականի տակ դնել տնտեսական կայունությունը։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։